նստենք։ Նախագահի նստավայրում Գեղարքունիքի մարզպետն է Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետներից երկրորդն է, որ նախագահական նստավայր է գալիս հանդիպման։ Նախագահ-մարզպետ հանդիպումների նոր ֆորմատը ամեն մի մարզի խնդիրները մանրամասն ու առաջին ձեռքից լսելու ու կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփելու համար է։ Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ իրոք մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին եւ պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպես այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ, նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Առաջինը ձկնաբուծության ծրագիրը, որ իրականացվում է արդեն 2 տարի Գեղարքունիքի մարզում։ Զուգահեռ այնտեղ մենակ ձկնային պաշարները լուծման խնդիր չէ, այնտեղ մենք զուգահեռ պետք է լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության խնդիրներ։ Կոնկրետ Սևան մտնող գետերը մենք աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիներում կառուցած այն կառույցներից, որոնք միգուցե ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացմանը։ Սերժ Սարգսյանին մտահոգում են նաև փոքր հիդրոկայանները, որոնք գուցե օգուտ են բերում սեփականատերերին, բայց ոչ Սևանին։ Դա պետք է անենք կոնկրետ մարդկանց հետ խոսելով, պայմանավորելով եւ հիմնադրամով նրանցից ուղղակի ետ գնելով եւ ապա մոնտաժելով։ Արոտավայրերի ջրարփիացման ցածր գնով տրամադրվող սերմացուների, պարարտանյութի ու դիզելային վառելիքի համար, ինչպես Գեղարքունիքում, այնպես էլ մյուս մարզերում ծախսվել են խոշոր գումարներ։ Նախագահին հետաքրքրում է այդ ծախսերի արդյունավետությունը։ Հասկանանք, ունենք արդյոք առաջընթաց, թե ուղղակի այդ գումարներով որոշակի վիճակ ենք պահպանում, ավելանում են արդյոք ցանկատարածները, բերքատվությունը, կուզենայի տեսնել ինչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որտեղ այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել։ Գեղարքունիքի մարզին վերաբերող հանձնարարականները սակայն միայն գյուղատնտեսությանն ու Սևանին չեն վերաբերում, մարզպետը պետք է հետևողական լինի նաև առողջապահության ու կրթության խնդիրներին։ Նման ձևաչափի հանդիպումները եւ տրված հանձնարարականների փաթեթը հնարավորություն են տալիս մանրակրկիտ քննարկումներ իրականացնել մարզի տարածքում, հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները հիմնավորված եւ մանրակրկիտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը եւ համոզված եմ, որ իրենց լուծումը կգտնեն, որը առաջիկայում կնպաստի տնտեսության զարգացմանը։ Մարզի առաջնահերթություններն ու ծրագրերը, Սևանի խնդիրներն ու մարզում ջերմոցաշինության աշխատանքների մասին նոր հանձնարարականները արդեն կան։ Հաջորդ անգամ նախագահը պետք է լսի դրանց կատարման ու իրականացման մասին։ Մանուիլիցյան, ժամը լրատվական։